Հանրապետության բոլոր բնակավայրերում խմելու ջրի շուրջօրյա մատակարարում, գյուղատնտեսական նշանակության հողերի 100%-անոց ոռոգելիություն, տեխնիկական և խմելու ջրի տարանջատում, ջրային ոլորտի կառավարման ռազմավարությունն ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետք է իրականացվի նշված ուղղություններով։ Կառավարությունում քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների ու ջրային կոմիտեի վերակազմավորման հեռանկարները։ Ջրային կոմիտեի ինստիտուցիոնալ վերափոխման ճանապարհային քարտեզը ներառում է 2026-35 թվականների ընթացքում ջրային համակարգերի կառավարման ռազմավարական ծրագրի մշակում, օրենսդրության և գործող նորմերի վերանայում, արդիականացում, ոռոգման համակարգերի և հողատարածքների գույքագրում, ջրային ռեսուրսների արդյունավետ, կլիմակայուն և ջրախնայող կառավարում, ոռոգման համակարգերի կառավարման կատարելագործում, մշտադիտարկում, հողերի խոշորացում, ջրախնայող գյուղատնտեսության տեսակարար կշռի ավելացում, ջրամբարների կառուցմանն ուղղված աշխատանքներ։ Ջրային կոմիտեի նախագահը մանրամասնել է 2026-31 թվականների միջազգային ծրագրերը։ Վարչապետն արձանագրել է. «Մեր երկրում չպետք է լինի գյուղատնտեսական նշանակության հող, որը ոռոգելի չէ»։ Ակնհայտ է, որ մենք այս ուղղությամբ շարժվելիս պետք է ներդրումներ անենք հիմնականում ոռոգման նոր տեխնոլոգիաների վրա, որովհետև եթե օրինակ մենք այս խնդիրը ձևակերպենք այնպես եւ այն տրամաբանությամբ, ոնց որ մենք ենք այսօր ջրին վերաբերվում եւ այսօր ջուրը օգտագործում, դա առնվազն տասնապատիկ ավելի բարդ խնդիր է լուծելը, որովհետև այս տրամաբանության այդքան ջուր կուտակել եւ այդպես օգտագործել դա ուղղակի չի ստացվի։ Հետևաբար ջրային ոլորտում մեր ներդրումները պետք է ամբողջությամբ ներդրված լինեն ոռոգման տեխնոլոգիաների զարգացմանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է գյուղատնտեսական նշանակության հողերն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Մասնավորապես անտառային նշանակության հողերից ստանալ բազմամյա տնկարկներ եւ այլն, այդ արդեն մասնագիտական վերլուծության հարց է։ Եվ սա նույնպես շատ կարևոր ուղղություն է, այսինքն ես կարծում եմ, որ մենք ջրային ոլորտում այսպիսի ռազմավարական խնդիր պետք է դնենք եւ այդ ռազմավարական խնդիրը հնարավորինս ձևակերպենք։ Ըստ Փաշինյանի ջրի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու շատ ուղիղ եւ կոնկրետ գործիք է հողերի խոշորացումը։ Խոսել է խմելու ջրի կանոնավոր մատակարարման մասին։ Առանց բացառության բոլոր բնակավայրերում պետք է լինի 24-ժամյա խմելու ջուր եւ մենք մեր երկարաժամկետ ծրագրերը պետք է կառուցենք այս տրամաբանությամբ։ Իհարկե, այստեղ առանց ջրային գիտակցության փոփոխության հնարավոր չէ ամեն ինչը իրականացնել, որովհետև ամեն ինչը պետք է զուգորդվի ջրային գիտակցության փոփոխությամբ։ Մենք երբեմն չենք էլ նկատում այդ ջրային գիտակցության խնդիրները, որը մենք ունենք ամենօրյա մեր կենցաղավարության մեջ եւ այդպես շարունակ։ Խնդիր է օրինակ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ջրային ռեսուրսների վերարտադրման եւ մատակարարումների կարգավորումը։ Տնտեսության բազմաթիվ ճյուղեր ունեն տեխնիկական ջրի անհրաժեշտություն եւ ես հիմա ինչքան հասկանում եմ, տենց նաեւ տեղ-տեղ խմելու ջուրն է օգտագործվում որպես տեխնիկական ջուր, որը ինքը նաեւ ֆունդամենտալ խնդրեմ է։ Մենք այսօր խնդիր ենք դնում նախորդող շրջանում տարեկան 7% տնտեսական աճ միջինում։ Շատ լավ ապահովեցինք։ Հիմա հաջորդի շրջանում դնում ենք տարեկան 6% տնտեսական աճ։ Բայց մենք չունենք հաշվարկել աճող տնտեսությունը ջրային ինչ լրացուցիչ ռեսուրսների կարիք է ունենալու, որովհետև մենք գնում ենք արդյունաբերական արտադրանքի շատ ամբիցիոզ աճի ցուցանիշներ ենք դնում։ Մենք բոլորս մոռանում ենք, որ առանց ջրի արդյունաբերություն եւ արդյունաբերության աճ հնարավոր չի։ Եթե կա արդյունաբերության աճ, նշանակում է կա նաև տեխնիկական ջրի սպառման աճ։ Ռազմավարական խնդիրը առանց մաքրման ջրի բաց թողումը բնություն, կարծում է վարչապետը։ Շրջանաձև ռազմավարություն իրականացնելու տրամաբանության մեջ դիտարկում նաև Սևանա լճի պահպանությունն ու զարգացումը, դրանից բխող գետերի եւ լճերի սպասարկումը, ջրամբարաշինությունը։ Շահագրգիռ քննարկում է ծավալվել ջրային ռեսուրսների եւ համակարգերի կոնսոլիդացման եւ արդյունավետ կառավարման ուղղված քայլերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքային քննարկում կազմակերպել ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունավետ իրականացման մեխանիզմների շուրջ եւ զեկուցել արդյունքների մասին։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։